Հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Գեգամ Մանուկյանը, պնդելով, որ Հայաստանի քաղաքական իշխանությունները, պաշտպանության նախարարությունն ու ռազմական ոստիկանությունը գործնականում կիրառում են վարժական հավաքների ընթացակարգը որպես սահմանափակման միջոց քաղաքացիների նկատմամբ։ Նրա խոսքով վերջին օրերին արձանագրվել են դեպքեր, երբ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիներին արգելվել է լքել երկիրը։ Օրենքով ըստ Մանուկյանի ելքի սահմանափակում կարող է կիրառվել միայն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր գտնվում են քրեական հետապնդման տակ կամ ունեն օրենքով սահմանված այլ սահմանափակումներ։ Պարզվեց, որ ռազմական ոստիկանության պահանջով բազմաթիվ մեր հայրենակիցների ելք արգելվել է։ Իսկ ռազմական ոստիկանությունը տվյալ դեպքում զինվորական ծառայության 25-օրյա վարժական հավաքների հետ կապված կարող է արգելել։ Հիշում եք, այս օրերին իշխանության ներկայացուցիչների նախարարներ, պաշտոնյաներ սպառում են, ով գալիս է Ռուսաստանից, միանգամից 25-օրյա վարժական հավաքների պետք է տանեն։ Մանուկյանը նաև հիշեցնում է, որ գործող օրենսդրությամբ վարժական հավաքների ծանուցումը պետք է իրականացվի սահմանված ընթացակարգով, էլեկտրոնային փոստով, արձեռն կամ ազդարար.am հարթակով, եւ քաղաքացին միայն սահմանված ժամկետից հետո կարող է համարվել պատշաճ ծանուցված։ Մոտավորապես 15-20 օր է պահանջում, որպեսզի քաղաքացին համարվի, թե ծանուցագիր չի վերցնում կամ հրաժարվում է գնալ, որից հետո կարող են արդեն քրեական հետապնդում հարուցել։ Բայց մի քանի օր առաջ եկած մեր հայրենակիցներին ուղղակի արգելել Հայաստանի սահմաններից դուրս գալ նշանակում է իշխանությունը սպառնալիքներից անցել է գործնականացման։ Պաշտպանության նախկին նախարար Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքով բանակի հիմնական առաքելությունը երկրի պաշտպանությունն է եւ այն չի կարող դիտարկվել որպես քաղաքական ազդեցության կամ ներգործության գործիք։ Նրա գնահատմամբ վերջին տարիներին տեղի ունեցող գործընթացները ստեղծել են ընկալում, որ զինված ուժերի եւ դրա ենթակառուցվածքների գործառույթները որոշ դեպքերում դուրս են գալիս բացառապես պաշտպանական տրամաբանությունից։ Զորահավաքային պատրաստության պլանի համաձայն վարժական հավաքները պետք է դիտել որպես տուժ, ընդհանուր առմամբ բանակային ծառայությունը եւ նաեւ մոբիլիզացիայի համար ծառայությունը դա հպարտություն է, դա հայրենասիրական վսեմ հատկանիշների դրսևորում է երկրի պաշտպանության հարցերին։ Օհանյանի խոսքով վարժական հավաքները պետք է դիտարկվեն բացառապես որպես պլանային գործընթաց, որի նպատակը պահեստազորի պատրաստվածության ապահովումն է, ոչ թե այլ գործառույթ։ Նա ընդգծում է, որ այդ գործընթացներում ցանկացած շեղում սահմանված ընթացակարգերից կարող է ստեղծել սխալ ընկալումներ եւ հասարակական լարվածություն։ Օհանյանի գնահատմամբ խնդիրը ոչ միայն վարժական հավաքների կազմակերպման ձևաչափն է, այլ նաեւ այն, թե ինչպես են դրանք ընկալվում հանրության կողմից վերջին շրջանում ձևավորված քաղաքական մթնոլորտի պայմաններում։ Իշխանությունները բանակը քաղաքականացրել են մի քանի հանգամանքներից ելնելով, հաշվի առնելով վարժական հավաքներին ըստ իր նախընտրած թեկնածուի ընտրելու հաշվի առնելով, ովքեր որ ընդդիմադիր են, ընդդիմադիրներին տանում են հավաքների։ Նրա խոսքով զինված ուժերի ներգրավումը տարբեր հասարակական եւ քաղաքական գործընթացների համատեքստում առաջացրել է այնպիսի իրավիճակ, որտեղ բանակի նկատմամբ վստահությունը կարող է տուժել։ Օհանյանի դիտարկմամբ այսպիսի զարգացումները վտանգավոր են, քանի որ կարող են խաթարել բանակի որպես պետական ինստիտուտի չեզոք ընկալումը։ Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի գնահատմամբ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակման եւ վարժական հավաքների գործընթացի կիրառման համար անհրաժեշտ են հստակ իրավական հիմքեր, որոնք սահմանված են գործող օրենսդրությամբ։ Նրա խոսքով զինվորական հաշվառման եւ վարժական հավաքների ծանուցման գործընթացը պետք է իրականացվի համապատասխան զինկոմիսարիատների միջոցով, իսկ ռազմական ոստիկանության դերը սահմանափակվում է աջակցող գործառույթներով։ Փաստաբանը պնդում է, որ սահմանային անցակետում քաղաքացիների նկատմամբ կիրառվող որոշ գործողություններ չեն բխում օրենքով նախատեսված լիազորություններից։ Մենք ստեղ ունենք նաև կառավարության որոշում 2018 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1174, որի 17 հոդված ասում է, որ վարժական հավաքներին կանչվում են զորամասերին կցագրված պահեստազորայինները, իսկ չկցագրված պահեստազորայիններից համապատասխան զինվորական հաշվառում մասնակցություն ունեցողները։ Նրա խոսքով ընտրություններին մասնակցելը կամ քաղաքացու քաղաքական ակտիվությունը որևէ իրավական կապ չունի զինվորական պարտականությունների կատարման կամ ելքի սահմանափակման հետ։ Ռազմական ոստիկանության գործողությունները ապօրինի են, հակաօրինական են եւ ցանկացած այդ գործողությունը անցակետում լինի դա օդային, օդանավական թե ցամաքային, անմիջապես քաղաքացիներին նման թուղթ տալուց նախ պետք է հրաժարվեն վերցնել
այդ ծանոթագիրը, կարող են ստորագրել հրաժարվելու վերաբերյալ, բայց ոչ երբեք վերցնել եւ անհապաղ զանգել ոստիկանություն, տալ հաղորդում։ Փաստաբանն ասում է, առանց հստակ իրավական հիմքի կիրառվող ցանկացած սահմանափակում հարցեր է առաջացնում իրավական պետության սկզբունքների տեսանկյունից։